Ավերածի պղծությունը աստվածաշնչյան արտահայտություն է, որն առաջին անգամ հանդիպում է Դանիել մարգարեի գրքում։ Դանիել 9:31-12-11 և հետագայում մեջբերվում է Նոր Կտակարանում Հիսուսի կողմից, Մատթեոս 24:15, Մարկոս 13:14։ Այն խորհրդանշում է պղծություն կամ սրբապղծություն, որը կապված է Աստծո սուրբ վայրի, տաճարի ապականման հետ և հաճախ դիտարկվում է որպես վերջին ժամանակների հետ կապված նշան։ Դանիելի գրքում ավերածի պղծությունը կապվում է պատմական իրադարձությունների հետ։ Մասնավորապես, մեր թվարկությունից առաջ 167 թվականին Անտիոքոս Քվարթը Եփիփանեսի կողմից Երուսաղեմի տաճարի պղծման հետ։ Նա Խորանի վրա Զևսի արձան է տեղադրել և խոզեր զոհաբերել, խախտելով հրեական օրենքները։ Սա դիտվել է որպես սրբապղծություն և ավերածի պղծություն։ Էսխատոլոգիական վերջին ժամանակների մեկնաբանություն։ Հիսուսը, մեջբերելով Դանիելին, ակնարկում է ապագա իրադարձության մասին, երբ ավերածի պղծությունը կդրվի սուրբ տեղում։ Շատ աստվածաբաններ դա կապում են վերջին ժամանակներում սպասվող հակաքրիստոսի գործողությունների հետ, ով կփորձի պղծել Աստծո երկրպագության վայրը կամ կհաստատի կեղծ երկրպագություն, տես նաև Հայտնություն 13։ Ինչ է խորհրդանշում հոգևոր պղծություն։ Այն խորհրդանշում է Աստծո սրբության դեմ ուղղված գործողություն, որը ձգտում է փոխարինել ճշմարիտ երկրպագությունը կուռքերով կամ կեղծ ուսմունքներով։ Հակաքրիստոսի գործողություն։ Քրիստոնեական մեկնաբանություններում այն հաճախ դիտվում է որպես հակաքրիստոսի կամ նրա համակարգի գործողություն, որն ընդդիմանում է Աստծո թագավորությանը։ Վերջին ժամանակների նշան։ Հիսուսի խոսքերում այն նշան է, որն ազդարարում է մեծ նեղությունների սկիզբը։ Հիսուս Քրիստոսը ավերածի պղծության մասին խոսում է Մատթեոս 24:15-21 և Մարկոս 13:14 համարներում, Դանիել մարգարեի գրքին հղում անելով։ Դանիել 9:27-11-31-12-11 Նա այս արտահայտությունն օգտագործում է խոսելով վերջին ժամանակների մասին, երբ որոշակի նշաններ կհայտնվեն, որոնք կազդարարեն մեծ նեղությունների սկիզբը։ Եկեք քայլ առ քայլ դիտարկենք, թե ինչ է ասում Հիսուսը և ինչպես կարող ենք հասկանալ, որ ավերածի պղծությունը տեղի է ունեցել։ Հիսուսն ասում է. Երբ տեսնեք Դանիել մարգարեի միջոցով ասված ավերածի պղծությունը, որ կանգնած է սուրբ տեղում, ով կարդում է, թող հասկանա։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող փախչեն լեռները։ Այստեղ Հիսուսը խոսում է ապագա իրադարձության մասին, որը կապված է Երուսաղեմի տաճարի կամ սուրբ վայրի հետ։ Նա զգուշացնում է, որ այդ նշանը տեսնելուց հետո մարդիկ պետք է անհապաղ փախչեն խուսափելու մեծ նեղություններից։ Թող հասկանա արտահայտությունը ենթադրում է, որ այս նշանը հասկանալու համար անհրաժեշտ է հոգևոր խորաթափանցություն։ Ինչ է ավերածի պղծությունը Հիսուսի խոսքերում։ Հիսուսի խոսքերում ավերածի պղծությունը կարող է ունենալ երկու մակարդակ՝ պատմական և էսխատոլոգիական, վերջին ժամանակների հետ կապված։ Պատմական համատեքստ։ Որոշ աստվածաբաններ կարծում են, որ Հիսուսի խոսքերը մասամբ կատարվել են մեր թվարկություն 70 թվականին, երբ հռոմեական կայսրությունը Երուսաղեմի տաճարը ավերեց։ Հռոմեացի զորավար Տիտոսի զորքերը պղծեցին տաճարը, մտնելով սուրբ վայրեր և զոհաբերություններ կատարելով հետամոսական աստվածներին։ Սա կարող էր ընկալվել որպես ավերածի պղծություն այն ժամանակվա հավատացյալների համար։ Այդ ժամանակ հավատացյալները, հետևելով Հիսուսի զգուշացմանը, փախան Երուսաղեմից փրկվելու համար։ Էսխատոլոգիական մեկնաբանություն։ Հիսուսի խոսքերը նաև վերաբերում են վերջին ժամանակներին, երբ նմանատիպ, բայց ավելի համընդհանուր պղծություն տեղի կունենա։ Քրիստոնեական ավանդույթը, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու մեկնաբանություններում, այս իրադարձությունը կապում է հակաքրիստոսի գալստյան հետ։ Հայտնության գրքում Հայտնություն 13 և Պողոս առաքյալի նամակներում Երկրորդ Թեսաղոնիկեցիներին 2:3-4 նկարագրվում է, որ հակաքրիստոսը կփորձի նստել Աստծո տաճարում, իրեն հայտարարելով Աստված։ Սա կարող է լինել ավերածի պղծության վերջնական կատարումը։ Ինչպես հասկանալ, որ ավերածի պղծությունը տեղի է ունեցել Հիսուսի խոսքերից և աստվածաշնչյան համատեքստից կարող ենք առանձնացնել մի քանի նշաններ, որոնք կօգնեն ճանաչել այս իրադարձությունը։ Տեղը՝ սուրբ տեղ։ Ավերածի պղծությունը կապված է սուրբ վայրի հետ, որը ավանդաբար մեկնաբանվում է որպես Երուսաղեմի տաճար։ Եթե վերջին ժամանակներում տաճարը վերակառուցվի, ինչը որոշ հրեաների և քրիստոնեական խմբերի սպասելիքն է, ապա այդ վայրում կատարվող սրբապղծություն կարող է լինել նշանը։ Որոշ ժամանակակից մեկնաբանություններում սուրբ տեղը կարող է խորհրդանշել նաև եկեղեցին, քրիստոնեական համայնքը կամ հոգևոր սրբության վայր, պղծության բնույթը։
Դա կարող է լինել կուռքի կամ կեղծ Աստծո տեղադրում սուրբ վայրում, ինչպես Անտիոքոս Եփիփանեսի դեպքում։ Կարող է ներառել կեղծ երկրպագություն կամ Աստծո տեղը զբաղեցնելու փորձ։ Օրինակ, Հակաքրիստոսի կողմից 2 Թեսաղոնիկեցիներ 2:4։ Ժամանակակից համատեքստում սա կարող է դրսևորվել որպես համաշխարհային կրոնական կամ քաղաքական համակարգ, որը հակասում է ճշմարիտ հավատքին։ Հետևանքները։ Հիսուսը զգուշացնում է, որ ավերածի պղծություն տեսնելը կլինի նշան անմիջապես փախչելու համար, քանի որ այն կհանգեցնի մեծ նեղության, Մատթեոս 24:21։ Սա ենթադրում է, որ իրադարձությունը կլինի ակնհայտ եւ կհանգեցնի ճգնաժամի, հատկապես հավատացյալների համար։ Նեղությունները կարող են ներառել հաշվեհարդար, կրոնական ճնշումներ կամ համաշխարհային խռովություններ։ Հոգևոր խորաթափանցություն։ Հիսուսի ով կարդում է, թող հասկանա արտահայտությունը ցույց է տալիս, որ այս նշանը ճանաչելու համար անհրաժեշտ է հոգևոր զգոնություն եւ Աստվածաշնչի խորը իմացություն։ Հավատացյալները պետք է համեմատեն իրադարձությունները աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Ինչ պետք է տեղի ունենա ավերածի պղծությունը ճանաչելու համար, հետևյալ իրադարձությունները կարող են լինել նշաններ։ Տաճարի վերակառուցում կամ սուրբ վայրի ընտրություն։ Եթե Երուսաղեմում վերակառուցվի երրորդ տաճարը, դա կարող է լինել համատեքստ, որտեղ կարող է տեղի ունենալ ավերածության պղծությունը։ Այլընտրանքորեն, եթե սուրբ վայր տերմինը մեկնաբանվի խորհրդանշականորեն, այն կարող է ենթադրել համաշխարհային հոգևոր կամ կրոնական հաստատության պղծում, սրբապղծության հստակ գործողություն։ Սա կարող է ենթադրել կռապաշտական խորհրդանիշի, կեղծ կրոնական համակարգի կամ սրբազան համատեքստում իրեն աստվածային հռչակող կերպարի, օրինակ Հակաքրիստոսի հաստատումը։ Օրինակ, համաշխարհային առաջնորդը, որը պահանջում է երկրպագություն կամ պարտադրում է համակարգ, որը հակասում է աստվածաշնչյան հավատքին, կարող է լինել իրականացում, գլոբալ կամ տեղայնացված խռովություններ։ Իրադարձությունը հավանաբար կուղեկցվի զգալի հալածանքներով, մասնավորապես հավատացյալների եւ լայնածավալ խռովություններով, ինչպես Հիսուսը նկարագրել է որպես մեծ նեղություն։ Հավատացյալների կողմից ճանաչում։ Իրադարձությունը նկատելի կլինի նրանց համար, ովքեր հոգևորապես զգոն են եւ ծանոթ են աստվածաշնչյան մարգարեություններին։ Այն կարող է անմիջապես ակնհայտ չլինել աշխարհի համար, բայց կլինի հստակ նշան նրանց համար, ովքեր հասկանում են։ Ժամանակակից աշխարհում ավերածի պղծությունը կարող է դրսևորվել ոչ միայն ֆիզիկական տաճարի պղծմամբ, այլև համաշխարհային մակարդակով կրոնական կամ բարոյական արժեքների խեղաթյուրմամբ վերակազմակերպված, այլ ավելի նուրբ եւ սթափանցող ազդեցություն, որը ձգտում է ճշմարիտ պաշտամունքը փոխարինել աշխարհիկ կամ կեղծ գաղափարախոսություններով։ Օրինակ, գաղափարախոսությունների կամ համակարգերի ի հայտ գալը, որոնք պահանջում են հավատարմություն։ Ինչ անել։ Հավատացյալները պետք է ծանոթանան Աստվածաշնչին, ուսումնասիրեք Դանիելի, Մատթեոսի, Հայտնության եւ Թեսաղոնիկեցիների գրքերը, հասկանալու համար մարգարեությունները։ Զգոն եղեք։ Հիսուսի խոսքերը կոչ են անում հասկանալ եւ զգույշ լինել։ Աղոթեն։ Հոգևոր խորաթափանցության համար աղոթքը կարևոր է նման ժամանակներում։